Նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելը շատերի համար դարձել է երազանք, բայց երբ քաղաքացին հասնում է այդ բաղձալի պահին եւ ժամանակն է գալիս այն վայելելու, բախվում է մի շարք խնդիրների, որոնք կառուցապատող ընկերությունը կամ ի սկզբանե հաշվի չի առել, կամ էլ նախատեսել է հաշվի չառնել պոտենցիալ գնորդներին բաց չթողնելու համար։ Գազաֆիկացված շենքի խոստում տված կառուցապատող ընկերությունը շենքերը հանձնել է առանց գազաֆիկացման։ Ավելին, փաստաբանների պնդմամբ սա առկա խնդիրներից թերևս միայն մեկն է։ Կառուցապատող ընկերություններից մի քանիսը քաղաքացիների համար ստեղծել են այնպիսի խնդիրներ, որոնք տարիների դատական պրոցեսներ են պահանջում։ Դատարան ուղարկված մի շարք գործեր, որոնցով արդեն իսկ կան փոքրիկ հաղթանակներ, ինչպես նաև մեկ խմբային հայց դատարան մի քանի փաստաբանների կողմից։ Ինչ է սպասվում քաղաքացիներին եւ ինչ հետաքրքիր մանրամասներ են պատմում քաղաքացիները, որոնք անխոս պետք է հաշվի առնել բնակարան ձեռք բերելուց առաջ։ Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է ակտիվ բնակարանային շինարարության եւ քաղաքային վերակառուցման թաթերաբեմ։ Երևանը, Գյումրին, Վանաձորը ծաղկում են վերելակների ու պաստելագույն նորակառույցների տակ, սակայն գեղագիտական այդ փոփոխության ետևում կանգնած է կառուցվածքային ճգնաժամ, որը վեր է տնտեսական ոլորտի սահմաններից։ Երկինքը ճեղքող բարձրահարկեր, որոնց հիմքում արդեն ձևավորվում է ճաքած վստահություն։ Այսօր հազարավոր բնակիչներ ապրում են շենքերում, որոնք կամ չունեն գազաֆիկացում, կամ պարզապես վտանգավոր են շահագործման համար։ Համացանցում դատական ռեգիստրում փաթեթավորված է տասնյակ դատական գործերի շղթա, որոնց հիմքում նույն պատմությունն է։ Բնակիչը գումար է վճարել բնակարանի համար, սակայն ստացածը անվտանգության պակասով վանդակ է, լի դատական երկար ու ձիգ պրոցեսներով։ Գործերից մեկով Երևանում նորակառույց շենքի բնակիչը 4.5 միլիոն դրամի գազաֆիկացման պահանջով դատի է տվել կառուցապատող ընկերություններից մեկին։ Մյուս գործով պարզվել է, որ շենքը շահագործման է հանձնվել առանց լիարժեք ենթակառուցվածքների, առանց կապիտալ ստուգումների, իսկ որոշ դեպքերում նույնիսկ առանց ավարտական ակտի։ Ֆրունզե 8/9 հասցեի բնակիչ Բաբկեն Մեսրոպյանը այն տուժող քաղաքացիներից մեկն է, ում պայմանագրում հստակ նշված գազաֆիկացման խոստումը մնացել է բառացիորեն թղթին գրված։ Քաղաքացու խոսքով կառուցապատող ընկերությունը վերջնական պարտք ու պահանջ չունենալու մասին պայմանագիրը ստորագրել է տվել, ինչից հետո բացահայտվել է, որ շենքը գազաֆիկացում չունի։ Ավելին, բնակչի խոսքով պայմանագրում նշված մի շարք դրույթներ ընկերության կողմից թողնվել են անկատար։ Իրական բանը այդ գազամատակարարման հետ է կապված եղել, որը որ համ պայմանագրի մեջ է նշած եղել, համ կառուցապատողից ու այդ բրոկերից տունը գնելու ժամանակ մեզ բանավորել են ասել ու plus պայմանագրի մեջ է եղել, որ շենքը գազաֆիկացված է լինելու, բայց հետո այդ կառուցապատման ընթացքում հանդիպումների ժամանակ մեզ ասացին, որ բանը խնդիր կա, չնայած տրուբա է անցնում հենց գազի շենքի դիմացով, իրանք դիմել են Գազպրոմը մերժել է, որ այդտեղից բան ամեն գտնեն գազը միացնեն շենքի համար, իրանք առաջարկել են անհնարին ինչ-որ տարբերակ, եսին որտեղից քաղաքի մյուս ծայրից բերել, դա էլ ինչ-որ մեծ ծախս է, չեն կարող անել, մեր իմացած տվյալներով ոնց որ չեն դիմել, էլի։ Ու այդ ժամանակ երբ որ այդ ասում էին սպասեք, բան կանենք, պայմանագրերը կստորագրեք, կհանձնենք տները, այդ ժամանակ մի քիչ ավելի ոնց որ բաներ կա, շանսեր կա, որ բան կանենք, էլի կանենք այդ ամեն ինչը, ու մենք էլ ոնց որ բան ենք արել, ասել ենք օքեյ, սոդրության մեջ ենք մտել, բոլոր բնակիչներին այդ նույն բաները ասել են, էլի։ Այդ պատրվակով գումար էլի լրացուցիչ պահանջել ենք։ Այդ ժամանակ չէ, բայց երբ որ ստորագրել ենք պայմանագրերը, արդեն այդ պայմանագրի մեջ էլ բանի այդ փոխանցման ակտ կա մի հատ, որը ստորագրում է վկայականը ստանալուց առաջ, պայմանագրի մեջ էլ գրված է, որ պարտքո պահանջ չունես իրանց հետ, այդ ստորագրելուց հետո արդեն պարզվել է, որ իրանք չեն բան արել, բնակիչներից են գնացել Գազպրոմ, բնակիչների նախաձեռնությունով գնացել են Գազպրոմ, խոսել են, պարզվել է, որ 64 միլիոն դրամ պահանջում վճարել Գազպրոմին, որ բան անեն, այդ գազամատակարարումը անեն, ու իրանք էլ ոնց որ բան ասել են, որ արդեն պայմանագիրը ստորագրել եք, ես էլ հանձնել եմ շենքը, ես չեմ բան անի, էլի։ Իսկ բոլոր բնակիչները ունեն այդ բոլորի պայմանագրերում գրված է եղել, որ Չէ, բնակիչներ կան, որոնց մոտ որ գրված չի գազի մասին։ Պայմանագրերի մեջ կա նաև որ պետք է
բնակարանները էլեկտրակոմատակարարումներ մեջ հոսանքի գծերն էլ անեին, բայց դա չեն արել։ Տուժող քաղաքացիների շարքում է նաև փաստաբան Մարինե Թովմասյանը։ Միկոյան 64 հասցեում կառուցված շենքի բնակիչները մեկ այլ լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Սկսված երկարատև դատական պրոցեսներ, որոնք ըստ էության ապագա նախանշել չեն կարող։ 2020 թվականին կնքել եմ պայմանագիր բնակարանի ձեռքբերման, այնուհետև գնման իրավունքը գրանցվել է կադաստրում 22 թվականի դեկտեմբերին պետք է հանձնվեր, չհանձնվեց ու տեղից սկսեց տարբեր պատճառաբանություններ կապված քաղաքապետարանի հետ, կապված կադաստրի հետ, տարբեր կառույցների հետ, այսպես ինչ որ ամեն անգամ տարբեր խոչընդոտներ էր ներկայացվում, մինչև արդեն 2024 թվականին համոզվեցի, որ լոկ ձգձգումներ էր եւ մենակ ես չէի որպես բնակիչ, ով անհանգստանում էր, դիմեցի արդեն սնանկության դատարան սնանկ ճանաչելու, հաշվի առնելով, որ արդեն պարտքերի կուտակում էր իրականացում ուշացած օրերի համար եւ փաստացի որևէ գործողություն չէր կատարվում։ Իրավական առումով զուտ պատասխանող կողմից, այսքան իրենց կողմից գրագրություն է իրականացվել, ֆիզիկական ներկայություն չեն ապահովել, համենայն դեպս իմ մասնակցությամբ տեղ ունեցած դատական նիստերին չեմ տեսել եւ առ այսօր միայն գրագրությունով ենք շփվում։ Կուտակված այդ տուգանքները արդեն երևի թե 19 միլիոն եւ անց։ Մեզ մոտ բացի ուշացումից տղավարտական ակտի հետ էր կապված, շահագործման ակտերի հետ էր կապված եւ այո, որտեղ բնակիչների մեծ մասը այլ բնակության վայր չունենալով ստիպված բնակեցում իրականացրեցին։ Մենք երկար ժամանակ, այո, ունեինք կոմունալ խնդիրներ, գազի հարցը լուծվեց, որտեղ գազը արդեն օրինական կարգով գրանցվեց, մենք կարողացանք որպես բաժանորդներ օգտվել, լույսի հետ կապված առ այսօր չունենք, որևէ պայմանագիր կնքած, այսքան այդ մասով խնդիրը կա, եւ ջրի մասով, կարելի ասել միայն գազի մասով ենք, որ պայմանագրով գործարք ենք կատարել, որպես շենքի բնակիչներ։ Քաղաքաշինության կոմիտեի տվյալներով միայն վերջին 5 տարում Երևանում շահագործման է հանձնվել ավելի քան 1.5 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածք։ Սա նշանակում է հարյուրավոր շենքեր, հազարավոր բնակարաններ, սակայն այդ թվերի ետևում աճում է դժգոհության մի այլ չափման միավոր՝ դատական գործերի քանակը։ Հարյուրավոր քաղաքացիներ դիմել են դատարան նորակառույցների մեջ պակասող գազաֆիկացման, ինժեներական թերությունների, կառուցապատման հետևանքով տուժած հարակից շենքերի հիմնախնդիրների, ժամկետների խախտումների, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքերով։ Դատական ակտերի տվյալների բազայում առկա են մի շարք գործեր, որտեղ կառուցապատողների ներկայացված գույքային վնասի փոխհատուցման, գազաֆիկացման իրականացման կամ էլ շինարարության դադարեցման պահանջ է ներկայացվել։ Խնդիրը այո, համատարած բնույթ է կրում, 1-2 դեպքի մասին չի խոսքը գնում եւ ոչ միայն գազաֆիկացման, բնակարանը վաճառելիս խոստանում են, որ պետք է վաճառեն X, Y, Z, հա, պայմաններով, հետո պարզվում է, որ այդտեղից միայն Z պայմանը կա, ենթադրեն գազաֆիկացված պետք է լիներ, պետք է ունենալ լողավազան, պետք է ունենալ բարեկարգ բակ, բայց պարզապես մի հատ շենք են տալիս, ասում են սա է եւ վերջ։ Մենք այս պահին ունենք արդեն առաջին, այսպես ասած, խմբային հայցը, որը որ ներկայացնել են, կոնկրետ այդ հայցը վերաբերում էր գազաֆիկացման դեպքին, այսինքն երբ որ պայմանագրով ամրագրված էր, որ պետք է գազաֆիկացված լինի շենքը, սակայն բնակարանը հանձնել էին չգազաֆիկացված վիճակում, հետո պարզվեց, որ ընդհանրապես երբևէ չէին էլ դիմել գազաֆիկացման համար գազամատակարարող կազմակերպությանը, բայց ես այստեղ չէի ֆիքսվի միայն այս քաղաքացիական
ասպեկտի վրա, այսինքն լավ կմտնենք դատարան, կպահանջենք, կբավարարվի կամ կմերժվի մեր այցը, բայց այստեղ կան նաև այլ խնդիրներ։ Խնդիր 1. Հարկային տեսանկյունից մենք ունենք խնդիր, որովհետև եթե պայմանական պարտավորվել է հանձնել գազաֆիկացված, պարտավորվել է, որ պետք է սարքի լողավազան, որ պետք է հոսանքի լարերը քաշի մինչև բնակարանը մոնտաժանի, եւ այդ պարտավորությունը ինքը չի կատարում, ինքը գումար է խնայում։ Օրինակ պետք է դրա վրա ծախսել 100 միլիոն դրամ, այդ 100 միլիոնը չի ծախսում, դա իր մոտ դիտարկվում է եկամուտ եւ այդ եկամուտից էլ ենթադրվում է, որ նա պետք է հարկվեր։ Այսինքն սա մի ուղղություն, որ ես կարծում եմ, որ պետությունը եւս այստեղ հարկային մարմինները, հա, մտածելու կամ աշխատելու տեղ ունեն եւ երկրորդ կտորը քրեաիրավական ասպեկտը, ոչ միայն քաղաքացիական տեսանկյունից մենք խնդիր ունենք, այլ երբ որ մարդը գալիս է գրասենյակ կառուցապատողի, մակետը նկարածած, չգիտեմ, ցույց է տալիս, որ պետք է ունենա ֆուտբոլի դաշտ, որ պետք է ունենա XY-ը, եւ կնքում է պայմանագիր, մի օրվա մեջ 4 հոգու այդ պայմանագիրը կնքում, ամեն պայմանագրում տարբեր բովանդակություն, մեկին գրում է կլինի գազաֆիկացված, մեկին չի գրում, որ կլինի գազաֆիկացված, մեկին գրում է կունենա ֆուտբոլի դաշտ, մյուսին գրում է չի ունենա։ Այստեղ քրեաիրավական տեսանկյունից էլ ես կարծում եմ, որ մենք խնդիր ունենք, որովհետեւ ի սկզբանե ստացվում է, որ որոշ կառուցապատողներ նպատակ են ունեցել խաբելու, հա, եւ խաբեությամբ են մարդկանց ստիպել իրենց գումար վճարել։ Մինչև 2024 թվականը Երևանում պետությունը յետը վերցրել 1 միլիարդ դրամի անօրինական շինություններ կամ տարածքներ, որոնց կառուցապատման պայմանագրերը խախտվել են։ Այս պահին, որ կոնկրետ մեր գրասենյակ են դիմել, հա, եթե խոսքը գնում է դատարանում գտնվող գործերից, ունենք մեկ խմբային հայց մի կառուցապատողի դեմ, սակայն գրասենյակում այս պահին 4-5 այսպիսի խոշոր դեպք կառուցապատողի հետ քննարկվում է, բայց ես ներքին, այսպես ասած, համոզմունք ունեմ, որ դեռ շատերը կբացահայտվեն, քանի որ մեր կառուցապատման բումը սկսվեց 10-19 թվականից սկսված եւ մարդիկ պետք էր ինչ-որ ժամանակ բնակարանները հանձնեն, այդ հանձնելու ժամանակ այս խնդիրները բացվելու, այսինքն մենք նոր խնդիրների մուտքի առաջ ենք կանգնած, ես կարծում եմ առաջիկա տարիներին այս ոլորտում շատ հետաքրքիր, ճակերտավոր հետաքրքիր զարգացումներ կլինեն։ Պետք է խոսել նաև կառուցապատողների իրական խնդիրների մասին, ոչ թե արդարացման, այլ իրավիճակի ամբողջականության համար։ Իր մեկ խնդիրը ժամկետներն են, այսինքն խոստացել են մարդկանց, որ պետք է հանձնեն X ժամկետում, սակայն չեն հանձնում։ Ընդ որում ժամկետները խախտելու, հա, կառուցապատողը բնակարանը չի հանձնում, շինարարությունը չի ավարտել։ Կա երկու կատեգորիա, առաջին կատեգորիան, որ կառուցապատողը բարեխիղճ է, բայց ինչ-ինչ պատճառներով ձգվում է շինարարություն, դա կարող է լինել պետական մարմինների, չգիտեմ, բազմամատակարարող, ջրամատակարարող, տարբեր մարմինների պատճառով։ Թեպետ այստեղ էլ քաղաքացին որպես այդպեսին խնդիր չունի, ինքը բիզնեսմենի հետ է գործ սկսել որպես սպառող եւ իրան հետաքրքիր չի, ինքը կարողանում է սարքի, չի կարողանում ով է մեղավոր իր բնակարանը տիտան։ Բայց սրան զուգահեռ կողքը գոյություն ունեն նաեւ ավելի վատ դեպքեր, երբ որ ժամկետները խախտում են ուղղակի իրանց մեղքով, որտեղ մարդկանցից գումարը հավաքել են մեկ բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով, բայց այդ գումարը տեղաբաշխել են տարբեր բիզնեսների մեջ, պայմանական 10 բազմաբնակարան շենք են սկսել կառուցել է, մեկի փոխարեն այդ գումար, ու չեն հասցնում ֆինանսի պակասի պատճառով, հետեւաբար ժամկետից հետ են ընկնում։ Սա մի խնդիր, ժամկետը ինքն իրանով մեծ խնդիր է, ընդ որում այսօր մենք ունենք բազմաթիվ դեպքեր, դատական գործեր ունենք, երբ որ մարդուն շատ խոշոր կառուցապատողի մասին է խոսքը գնում։ Դիմում ես, ասում ես, գիտես, ինչ կա, ժամկետը ուշացրել ես, տուժեր են հավաքվել, տնօրենի կնիկ ստորագրությամբ պատասխան է գալիս, որ եթե հանկարծ դուք մեզանից տույժ ուզեք, մենք ձեզ հետ կնքված պայմանագիրը կլուծենք։ Դա ինչ է նշանակում կլուծենք, այսինքն եթե 20 թվականին բնակարանի քառակուսի մետր արժեր 300,000 դրամ, հիմա 500,000 դրամ, ասում եմ 300,000 դրամը հետ կտամ
էլ քեզ տուն չեմ տա։ Դե բնականաբար իրավական տեսանկյունից ինքը հիմք չունի լուծելու, դա այլ հարց է, բայց սրանից այն կողմ խտրական վերաբերմունք չի լինում սպառողի հանդեպ, հա, քաղաքացի բնակիչ, որ իր բնակելի սպառողական կարիքների համար է ձեռք բերում բնական ոչ թե խանութ բացելու, հա, ինքը սպառող է այստեղ ու սպառողի նկատմամբ բիզնեսմենը խտրական վերաբերմունք է ցուցաբերում։ Ես կարծում եմ սա էլ հաջորդ ասպեկտն է, որին որ պետք է անդրադառնալ այս խտրական վերաբերմունք, այսինքն պայմանական ով որ խելոք գլուխը կգա ինչ ասենք կլսի, ու այս պարագայում նորմալ է, բայց հանկարծ մեկնումեկը մի հատ պահանջ ներկայացրեցի ձեր իրավունքներից ուզեցիք օգտվեք, այ տեսեք ձեզ սենց կանեք, այսինքն տարբերակված մոտեցում, որը որ օբյեկտիվ տնտեսական պայմաններով պատճառաբանված չէ։ 2020 թվականի պատերազմը հարվածեց շինարարության մարդկային ռեսուրսներին։ Բազմաթիվ շինարարներ զորակոչվեցին, իսկ ներգաղթյալ աշխատուժի ներհոսքը պակասեց։ COVID-19 համաճարակը դադարեցրեց շինանյութերի ներմուծումը եւ նվազեցրեց պահանջարկը։ Եկամտահարկի հետ վերադարձի օրենքի ուժը կորցնելը կտրուկ նվազեցրեց քաղաքացիների գնողականությունը, հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում։ Արժույթային անկայունությունը եւ շինանյութերի միջազգային թանկացումները կառուցապատողներին կանգնեցրին խախտված բյուջեների ու ավելացած պարտավորությունների առաջ։ Այս պարագայում մեծ թվով ընկերություններ ժամանակավորապես կասեցրին կամ դանդաղեցրին շինարարական աշխատանքները, հաճախ առանց բավարար հաղորդակցման բնակիչների հետ, ինչն էլ հանգեցրեց անվստահության խորացման։ Argo Reality ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը մեծ զրույցում խոսեց ինչպես կառուցապատողների արչև ծառացած հիմնախնդիրների, այնպես էլ բնակիչների հետ տարվող ամենօրյա աշխատանքի մասին։ Հիմա հիմնականում ուշացումներ ունեցան այն շինարարությունները, որոնք մեկնարկեցին 2020 թվականին։ Այսինքն այդ շինարարությունը բոլոր այդ նախագծերը անցան կորոնավիրուսի, համաճարակի, պատերազմի միջով եւ այդ ժամանակ բավական երկար ժամանակ դադարեցվեց շինարարությունը։ Կորոնավիրուսի ժամանակ ուղղակի չէին թույլատրում մի պահ աշխատել, փակել էին, հետո պատերազմի ժամանակ նույնիսկ գալիս էին շինարարության ժամանակ հիմքերը փորելուց այդ կամազ մեքենաները տանում էին ռազմաճակատ, ճիշտ էին անում, բայց դրանք պատճառ հանդիսացան, պատճառներից մեկը դա էր, որ բոլոր 20 թվականին սկսված շենքերը, որոնք 23-ի վերջ կամ 24-ի սկիզբ ավարտվեին, իրանք ուշացում տվեցին։ Կա նաև այլ պատճառ, շինարարությունը բում էր ու շատ սկսեցին կառուցել եւ գիտեք ինչ, կառուցապատողը չի հիմնական ուշացման պատճառը, հիմնական ուշացման պատճառներից շատ շինարարն է, այսինքն այն ընկերությունները, որոնք հանձ են առել շինարարությունները, կառուցապատողները շինարարության մեկնարկից առաջ մինի տենդերի նման բան են անցկացնում, մարդիկ մասնակցում են, հարմար գին են տալիս, ժամկետ են տալիս, բայց հետո ինչ էր կատարվում, քանի որ շինարարությունը շատ էր, մի շինարարական ընկերությունը մի քանի պրոյեկտում էր շինարարության եւ ուղղակի ռեսուրսի, մարդկային ռեսուրսի խնդիր էր ունենում, չէր հասցնում այդ շինարարությունները։ Ու ասեմ ձեզ նաեւ շատ ասում են, որ աշխատատեղ չկա, բայց մենք աշխատուժի խնդիր էլ ունենք։ Շինարարությունում ուղղակի հիմա որ նայեք, հնդիկներ են աշխատում մեծ մասը։ Այսինքն մեր հայրենակիցները բանվորություն անելը իրանց համար ամոթ է, եթե աշխատանք շնորհած չեմ կարծում թե ամոթ բան կա բանվորություն անելու, իրանք նույն գործը արտերկրում են անում ավելի քիչ գումարներով եւ ավելի վատ վերաբերմունք իրենց հանդեպ երրորդ, չորրորդ տեսակի մարդկանց նման են վերաբերում, ես գիտեմ ինքս դուրս ապրել եմ, տեսել եմ արտագնա աշխատանքով այդպիսի զբաղվող հայերի վիճակը, բայց Հայաստանում չեն ուզում աշխատեն։ Աշխատուժի խնդիր էլ կա, այսինքն եւ սխալ սկզբում որ բումը եղավ, շատ մարդիկ մտան շինարարության մեջ, որոնք մինչև այդ շինարարությամբ չէին զբաղվել, եւ սխալ հաշվարկների, թե ծախսերի հետ կապված, թե ժամկետների եղան եւ դրանք պատճառ հանդիսացան ուշացման։ Եվ իհարկե պետական մակարդակով փաստաթղթերի տրամադրման, ավարտական ակտի, տեղ պայմանների հետ խնդիրներ եղան, հոսանքի, գազի, այսինքն գիտեք ինչ խաղի կեսից կանոններ փոխվեցին։ Հավրապատիկ գները թանկացան, նույն էլեկտրականության, նույն գազի
եւ դրանք բոլորը հաշվարկների մեջ չէին եղել։ Ըստ ոլորտի մասնագետների, շինարարության ոլորտում կիրառվող գործընթացները հաճախ չեն հարմարվում շուկայի արագ փոփոխվող պահանջներին։ Թղթաբանության մեծ ծավալը, հաստատումների ժամանակավոր ընդհատումները եւ պատասխանատու գերատեսչությունների միջև համակարգման բացակայությունը դանդաղեցնում են շենքի հանձնման գործընթացը։ Բավական թանկացումներ եղան շինթույլտվությունների տրամադրման, ԱՊԶ-ների, բայց դրանք նոր սկսվող շինարարություններին են խանգարում, բայց ավարտական փաստաթղթերը շատ են ձգձգում, այսինքն շենքը կարա կանգնած լինի, բայց փաստաթղթերը փաստացի ձգձգվի եւ դա ուշացում երևա կառուցապատողի վրա, պատճառները շատ են, բայց միտումնավոր ոչ մեկ չի արել, որ ինչ-որ մի բան անի, որ ուշ հանձնի կամ այդ գումարները վատնի, չէ, պատճառը ուղղակի տեխնիկական է։ Երևան քաղաքը ընդունեց ավականու որոշմամբ օրենք, որ ճարտարապետը հատակագծային առաջադրանքները, այսպես ասած ԱՊԶ-ները բավական շատ թանկացավ նաև շինարարության թույլտվությունը, թանկացան նաև տուժերը, եթե դու ուշացնում ես շինարարությունը հարգելի թե անհարգելի պատճառով, ոնց որ 3 ամիս անվճար են երկարացնում, հետո բավական մեծ տուժեր, տուգանքներ, այսինքն ամեն ինչ արեցին պետական մակարդակով կարելի ասել, որ շինարարությունը կանգնի։ Մինչ օրս քաղաքական մակարդակում բացակայում է հստակ ռազմավարություն, կառուցապատողի պարտավորությունների երաշխիքային ապահովման, շենքերի գազաֆիկացման նախապատրաստվածության վերահսկման, շահագործման թույլտվությունների չարաշահման կանխարգելման, ինչպես նաև քաղաքացիների գույքային իրավունքի պաշտպանության ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման առումով։ Ես այստեղ հաջողությունը ոչ թե համարում եմ, որ այդ արգելանքը դրվեց կամ չգիտեմ, ինչ-որ դատական նիստ տեղի ունեցավ, այլ ունենք, այո, բարեխիղճ կառուցապատողներ, որոնք ասում են, եղբայր, ես ձեզ հասկացա, ինչ կարող ենք անենք ձեր խնդրի լուծման համար։ Ես սա եմ հաջողություն հիմա մեր փուլում համարում, երբ որ քաղաքացին բարձրաձայնում է եւ կառուցապատողը իր ձեռքը մեկնում է, որտեվ մինչեւ այս պահը, քանի որ չէր բարձրաձայնում, հա, կառուցապատողը ոչինչ չէր առաջարկում։ Այս փուլը, որը սկսվեց, ես կարծում եմ, որ բարեխիղճ կառուցապատողները այս աղմուկից միայն կարող են շահել, քանի որ այս ֆոնին կերևա իրենց սպիտակությունը մյուս կառուցապատողների համեմատությամբ, ովքեր իրենց ռեպուտացիայի մասին չեն մտածում եւ ասում են, եթե հանգարց դու ասեցիր ժամանակին դու բնակարանս, ես պայմանագիրը կլուծեմ։ Ցավով պետք է արձանագրենք, որ արդարությունը Հայաստանում հաճախ տևում է այնքան երկար, որքան շենքի կառուցման փուլը։ Դատական գործերը ձգվում են տարիներով, ոմանք հաղթում են, ոմանք հիասթափվում։ Քաղաքը որպես ապրելու տարածք պահանջում է ոչ միայն պաստառներով ծածկված շենք, մուտքեր, այլ հիմք, իրավական, ինժեներական եւ սոցիալական։ Եվ երբ այդ հիմքերը ճաքում են, անհրաժեշտ է ոչ թե միայն շինարարական, փրկարարական գործողություն, այլ քաղաքական կամք եւ հանրային գիտակցում։ Ուստի թե կառուցապատողների, թե քաղաքացիների միակ բանաձևը պետք է լինի հուսալի տանիքի կառուցումը ամուր վստահության վրա։ Եվ եթե այդ վստահությունը կառուցապատման հետևանքով փլվում է, ապա փլվում է ոչ միայն շենքը, այլ նաև ապագայի հույսը։ Ուշագրավ փաստեր, առերևույթ կոռուպցիոն շղթա եւ նոր անուններ քրեական վարույթի շրջանակում։ Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձիկ մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Պարզվել է, որ պաշտոնատար անձը տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության եւ 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով տեղական տուրքը վճարած չլինելու մասին, հիշյալ կենտրոնի ներկայացուցչի օգտին հովանավորչության եւ ապօրինի անգործության համար 2025 թվականի ապրիլի 15-ին կենտրոնի ներկայացուցչից պահանջել եւ ստացել է 600,000 Հայաստանի Հանրապետության դրամ կաշառք։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն եւ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են անդադար պայքարը պետական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների դեմ։ Համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 2 պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու աղմկահարույց դեպք։ Նախաքննության տվյալներով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առաջատար մասնագետները իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով
Տեղեկացված են եղել, որ մայրաքաղաքում գործող զվարճանքի կենտրոնը չունի գիշերային ժամերին աշխատելու թույլտվություն եւ չի վճարել սահմանված 1 միլիոն դրամի չափով տեղական տուրքը։ Սակայն փոխարեն համապատասխան քայլեր ձեռնարկելու հիշյալ պաշտոնյաները ներկայացուցչի օգտին հովանավորչություն ցուցաբերելու եւ դիտավորյալ անգործություն դրսեւորելու համար պահանջել են կաշառք։ 2025 թվականի ապրիլի 17-ին քաղաքացու կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով։ Իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է հետեւյալը. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի համայնքի ղեկավարի աշխատակազմի ծառայությունների եւ գովազդի բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք նախապես համաձայնության գալով խմբի կազմում եւ տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գործող զվարճանքի կենտրոնի գիշերային ժամերին թույլատվություն չունենալու մասին ձեռնարկել են կաշառք ստանալու գործընթացը, որը տեղի ունեցել զվարճանքի կենտրոնի տնօրենի հետ պայմանավորության համաձայն տեղական 1 միլիոն դրամ տուրքը վճարած չլինելու պայմաններում պայմանավորվել են շուրջ 600,000 դրամ կաշառք ստանալու շուրջ։ Վերջիններս խոստացել են իրենց հովանու ներքո կազմակերպել զվարճանքի կենտրոնի անխոչնդոտ աշխատանքները։ 2025 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված կաշառք ստանալու եւ կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողությունը հանգեցրել է կոռուպցիոն շղթայի բացահայտմանը։ Պաշտոնատար անձը ձերբակալվեց հենց կաշառք ստանալու պահին։ Հայտնի դառնալով վարույթն իրականացնող մարմնի տվյալները միջնորդություն է հարուցվել հակակոռուպցիոն դատարան կաշառք ստանալու եւ տալու նմանակում գաղտնի քննչական գործողություններ կատարելու մասին, որը բավարարվել է եւ 2025 թվականի ապրիլի 19-ին պայմանավորության համաձայն մի խումբ պաշտոնատար անձինք կաշառք ստանալու հարցում դերաբաշխումներ կատարելով պայմանավորել են նույն վարչական շրջանում գործող սննդի կետում կաշառքը ստանալու հարցում եւ տնօրենի կողմից ստացել են պահանջված 600,000 դրամ կաշառքը։ Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով։ Անմիջապես պաշտոնատար անձիկ ձերբակալվել են, նրանց ներկայացվել է մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով եւ նրանց նկատմամբ որպես խափան միջոց կիրառվել է կալանքը 2 ամիս ժամկետով։ Այնուհետև վարույթն իրականացնող մարմինը մեծապես հավանական համարելով պաշտոնատար անձանց դատապարտումը կազմել է այդ մասին մեղադրական եզրակացություն եւ ուղարկել հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը, որը հաստատվել է եւ ուղարկվել է դատարան։ Այս աղմկահարույց բացահայտումը եւս մեկ կարևոր ազդակ է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է։ Պետական համակարգում տեղի ունեցող նման գործարքների դեմ պայքարը պետք է լինի բոլորիս առաջնային խնդիրը, իսկ իրավապահ մարմինները շարունակ պնդում են, չեն թուլանալու, մինչև կոռուպցիոն երևույթները արմատախիլ չարվեն։ Քննչական կոմիտեի կողմից կատարված հերթական բացահայտումը փոխել է քննության ողջ ընթացքը։ Հետաքրքիր մանրամասներ հենց վարույթն իրականացնող մարմնի կողմից։ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած ցնցող միջադեպը միանգամից դարձավ հանրային ուշադրության կենտրոն։ Բնակիչների եւ սոցիալական ցանցերի ակտիվ արձագանքը դեպքի հաջորդող ժամերին վերածվեց լայնածավալ քննարկումների ու կասկածելի տարափի։ Դեպքի հանգամանքները լուսաբանելու համար նախաքննական մարմինը անցավ երկար ու խոր քննության ճանապարհով։ Թեև պաշտոնական աղբյուրները երկար ժամանակ պահպանում էին զգուշավորություն տեղեկատվության տրամադրման հարցում, վերջին օրերին քննության ավարտից հետո պարզ դարձավ գործը հասել է դատական փուլ։ Ըստ վերջին հրապարակված տեղեկատվության Մերձավանի միջադեպի շրջանակում դատարան է ուղարկվել քրեական գործ 14 անձի վերաբերյալ։ 2025 թվականի փետրվարի 5-ին ժամը 23:40-ի սահմաններում Մերձավան բնակավայրի Երևանյան խոչուղի 4-րդ նրբանցքի 4-րդ հասցեի դիմաց քաղաքացիների Մերձավան համայնքի բնակիչների միջև տեղի ունենում վիճաբանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկում նույն համայնքի բնակիչ Վլադիմիր Արմենի Խդրյանը։ Նշված վիճաբանությունից հետո Վլադիմիր Խդրյանը
իր մերձավոր անձանց հետ միասին նույն օրը ժամը 00:50-ի սահմաններում, այդ թվում նաև քրեական վարույթով մեղադրյալ Արմեն Ղազարյանի հետ միասին շարժվում են դեպի համայնքի վարչական նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, որտեղ տեղի ունենում վիճաբանություն եւ այդ վիճաբանության ընթացքում Արմեն Արամի Ղազարյանը իր մոտ գտնվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում վիճաբանության մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ, որի արդյունքում այլ անձանց կրակոցների արդյունքում Գրիգոր Սոսիոհանյանը տեղում մահանում է, Սերգեյ Նալբանդյանը ստանում է հրազանային վնասվածք, հրազանային վնասվածք է ստանում նաև վիճաբանության մյուս կողմի մասնակից Տիգրան Քաջիկի Մանուկյանը։ Վարույթն իրականացնող մարմնին հաջողվել է պարզել վիճաբանության հիմնական շարժառիթը եւ մանրամասնորեն բացահայտել դեպքի այլ կարևոր հանգամանքներ։ Քննությունը թույլ է տվել վերականգնել հակամարտության ծագման պատճառները, ինչպես նաև որոշ մանրամասներ, որոնք նախկինում անհայտ էին մնացել։ Միջաբուն վիճաբանությունը տեղ ունեցել Մերձավոր համայնքի մի խումբ բնակիչների միջև, որի ընթացքում Վլադիմիր Խդրյանին ծեծին ենթարկել։ Այդ վիճաբանության պատճառը հանդիսացել է ավտոմեքենան արագ վարելու, միմյանց չբարևելու հարցի վերաբերյալ, որ արդեն իր շարունակությունը տեղի ունեցել համայնքի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան բակում։ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է եւ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ Նախաքննության ընթացքում մինչև Արմեն Ղազարյանի արարքին վերջնական իրավական գնահատական տալը եւ քրեական վարույթի նյութերը դատավարական հսկողություն իրականացնող դատախազին հանձնելը, քրեական վարույթի նյութերից անջատվել է նոր քրեական վարույթ, թվով 14 մեղադրյալների մասով եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, քանի որ մասը անջատվել է, քանի որ արդեն իսկ թվով 14 մեղադրյալների մասով բոլոր տեսակի քննչական գործողությունները արդեն իսկ կատարված են եղել, իսկ Արմեն Ղազարյանի մասով դեռևս նախաքննությունը շարունակելու անհրաժեշտություն կար կապված փորձաքննությունների ստացման հետ։ Այդ իսկ պատճառով մեղադրյալների լավագույն շահը ապահովելու նպատակով դատարանի առջև արագ կանգնելու իրավունքն ապահովելու տեսանկյունից քրեական վարույթից անջատվել է վարույթ եւ ուղարկվել է դատարան։ Մենք փորձեցինք կապ հաստատել գործով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ, սակայն պարզվեց, որ պարոն Ալեքսանյանը սույն գործով այլևս չի հանդիսանում պաշտպան եւ պաշտպանական մարտավարություն իրականացրել է բացառապես նախաքննական փուլում։ Ցավոք այս պահին մեզ չհաջողվեց կապ հաստատել գործով անցնող անձանց փաստաբանների հետ, բայց վստահ ենք, որ առաջիկայում մեր եթերում կլինեն նաեւ իրենց դիրքորոշումներն ու կարծիքները առաջադրված մեղադրանքներին։ Այս դեպքը դարձավ ոչ միայն իրավական, այլև հանրային լուրջ հարցադրումների ու մտորումների առարկա։ Դատական գործընթացի զարգացումները կպարզեն ոչ միայն այդ հարցերի պատասխանները, այլև համայնքի վստահության, անվտանգության ու արդարության իրողությունները։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ձեր էկրաններին հայտնված հեռախոսահամարներին կարող եք զանգ տալ կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։